Վատը մոռացեք, որ չխանգարի երջանիկ լինել։ Այո, այս եմ խորհուրդ տալիս բոլորիդ։ Այնպես ինչպես մենք մեր հագուստն ենք լվանում վատ հետքերից, այնպես էլ պետք է մեր հիշողությունը լվանանք վատ իրադարձություններից, վատ վերաբերմունքներից և առհասարակ բոլոր տեսակի բացասական պատմություններից։ Եվ ինչով պետք է մենք լվանանք մեր միտքը։ Լավ, ամենաճիշտ, բուժող դեղը Աստծո խոսքն է, Աստվածաշունչն է։ Երբ որ տխուր ես վատ հիշողությունների պատճառով, վերցրու և կարդա, ասենք օրինակ Սաղմոսների գիրքը կամ Առակաց գիրքը, հրաշալի կերպով կօգնի քեզ ձերբազատվել, մաքրվել և ուրախ ու երջանիկ շարունակել ապրել։ Հատկապես, եթե դու Աստծուն ունես քո կյանքում, Տերը ամեն օր ու ամեն ժամ ուզում է, որ քո կյանքը լցնի նորանոր գեղեցիկ բաներով, լավ ու դրական մտքերով, շատ հետաքրքիր ծրագրերով քո ապագայի վերաբերյալ, որը որ իրականում քեզ ուրախություն կպատճառի։ Տերը հպվում է քո կյանքին, որ նաև բժշկի քո մարմինը, որ դու առողջ ապրես։ Այսպիսին է մեր Աստված։ Եվ իրականում խնդրում եմ հավատաս, որ երբ որ բացասական ու վատ բաներից քո անձը ազատագրվի, դու կստանաս հրաշալի բժշկություն և հոգևորապես և նաև ֆիզիկապես։ Աստված օրհնի քո նոր ընթացքը։